Ուժեղ Հայաստանին ուժեղ խաղաղություն բերելու համար մեզ պետք է տասնամյակներով կոփված նվիրվածություն եւ հմտություն։ Արթուր Ավանեսյան, լեգենդար հետախույզ, գնդապետ։ Չկա որևէ զինծառայող, ով լսած չլինի Կանդազի սխրագործությունների մասին։ 1991 թվականին տեսնելով թշնամու գործած վայրենությունները, որպես կամավոր միացել է Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի կողմից հիմնադրված ազատագրական բանակին։ Կրվել է որպես դիպուկահար, ապա մարտական ուղին շարունակել է որպես հետախույզ։ 1993 թվականին Մարտակերտի շրջանի հետախուզական պաշտի հրամանատարի տեղակալից մինչև 2012 թվականին 10-րդ լեռնահարաձգային դիվիզիայի հետախուզության պետ։ Արժանացել է բազմաթիվ պարգևատրումների եւ մեդալների, որոնց թվում են երկրորդ աստիճանի մարտական խաչը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության արիության մեդալները եւ մարտական ծառայության առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալները։ 2014 թվականին թոշակի անցնելուց հետո, տեսնելով, որ հայրենիքն ունի իր կարիքը, վերադարձել է բանակ եւ կամավոր մասնակցել է 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա եւ 2023 թվականի Արցախի պաշտպանության պատերազմներին։ Համոզված է, որ հայրենիքի համար պայքարը պետք է շարունակվի մինչև հաղթական ավարտը, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան իրենց կյանքը կառուցել իրենց երկրում։ Այդ պատճառով նա միացել է Ուժեղ Հայաստանի թիմին եւ ապահովելու է, որ իրագործենք ուժեղ խաղաղությանը հասնելու մեր բոլոր քայլերը։ Իմ ամբողջ կյանքում ես պայքարել եմ հայ ժողովրդի անվտանգության համար։ Այսօր էլ իմ պայքարը անուն Ուժեղ Հայաստանի է։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Ուժեղ Հայաստան,